Մանդատների բաշխումից մեկ օր անց կհնտվեց համաձայնություն, որ Նարեկ Կարապետյանին մեղադրանք առաջադրվի, սակայն նրան կալանքի տանելու միջնորդությունը վերադարձրեց դատախազությանը։ Սա ըստ Արամ Վարդևանյանի համարժեք է մերժմանը։ Խափաման միջոցի հարց կալանքի կամ տնային կալանքի Նարեկ Կարապետյանի դեպքում տեղի չի ունենալու։ Ուզում եմ բոլոր դեպքերում արձանագրել, որ նախորդող որոշումն էլ մեր գնահատմամբ եւս պետք է վերադարձվեր, որովհետեւ դրա մեխանիզմը չկար, ինչևէ։ Ամենահավանական կանխատեսումը նա է, որ առաջիկայում կլինի Նարեկ Կարապետյանին մի խայտառակ, ապօրինի, աբսուրդային մեղադրանքի առաջադրման գործընթաց եւ ավելի նվազ խափաման միջոցի ընտրության գործընթաց, որի հնարավորությունները ունեն։ Մինչև օգոստոսի 2-ը ազգային ժողովում ներկայացված ուժերը պետք է իրականացնեն կազմակերպչական աշխատանքներ, խմբակցությունների ձևավորում, առաջին նիստերի նախապատրաստման գործընթացներ։ Վարդևանյանի խոսքով այս իրավիճակում փորձ է արվում մինչև այդ ժամկետն անձանց կալանավորել, սակայն падգամավորի կարգավիճակ ստացած անձի ազատությունը չի կարող սահմանափակվել բացառությամբ այն դեպքերի, երբ կա ազգային ժողովի համաձայնությունը։ Իրենց պատկերացումը շատերի իրավապահ մարմինների ներկայացուցիչների մասին է խոսքը, որ падգամավորի կարգավիճակ եւ падգամավորի կողմից լիազորությունների ստանձնումը դրանք նույնական են։ Հետևաբար սահմանադրական դատարանի որոշման ուժով օգոստոսի 2-ին անձը չի կարող լինել անազատության մեջ, ելնելով նրանից, որ падգամավոր է եւ լիազորություն է ստանձնել։ Սահմանադրական դատարանը, որը պետք է լինի հենց այն մարմինը, որ այս հարցերին պատասխանող լինի, օգտագործել է ոչ թե լիազորությունների ստանձնում, այլ падգամավորի կարգավիճակ եզրույթը։ Սա ինչ է նշանակում, որ այստեղ այնինչ կատարվում է երեկվանից Նարեկ Կարապետյանի նկատմամբ, Դավիթ Ղազինյանի նկատմամբ, Հայկ Սուքիասյանի նկատմամբ, դրանք բոլորը իրավաբանությունից դուրս են։ Այս գործով մեկ անգամ արդեն կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերադարձրել էր դատախազության միջնորդությունը։ Ըստ Գոհար Մելոյանի այժմ իրականացվող գործընթացը քաղաքական քինախնդրություն է եւ որևէ կապ չունի իրավական գործընթացի հետ։ Հենց իրենց գործողությունները ախր եւս վկայում են, որ իրենք գիտակցում են, որ այդ արձանագրության կազմումից հետո, երբ մանդատները բաշխվում են, այլևս իրենք հնարավորություն չունեն ազատությունից զրկել падգամավորներին։ Կարապետյանին առնչվող քրեական գործը վերաբերում է ուժեղ Հայաստանի աջակից Ալեքսան Ալեքսանյանի գործին։ Ալեքսանյանին մեղադրում են հավաքին մասնակցելու նպատակով մարդկանց նյութապես շահագրգռելու խոշոր չափով փողերի լվացման համար։ Արամ Վարդևանյանի գնահատմամբ թե իրավապահ մարմինների, թե կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործողություններում եղել է միտում թույլ չտալու, որ Կարապետյանը որևէ կերպ ներկայացված լինի ազգային ժողովում։ Ալադավթյան, Էպիկենտրոն։